Ճիշտ է, ես չեմ տենում։ Իմը հերրուն է։ Բալես դու տեմ անարի ես միջև մի հատ։ Պապի ջան կսարկը դիր։ Ապրես բալես։ Բալես։ Հա բալես։ Վարջան վարդ, անձրևը կտրվեց, թորանս հետ եկել ենք, սունգ մանգանք, դենցը չեն գտնում։ Ինա։ Մի ժաման են գալիս սունգ, որ խորովենք, ուտենք, հավե ժամանակ անցկացնենք, շատ լավ։ Սիրուն եղանակ։ Արի։ Պապիկ ջան, տեսից սունկ եմ գտել։ Մալադեց, մալադեց։ Առաջ հորդարատ անձրև էր, և անձրևից հետո շատերն են դուրս գալիս, որպեսզի սունկ հավաքեն և իրենց համար տարբեր ճաշատեսակներ պատրաստեն։ Եկեք գնանք և տեսնենք, թե ինչի համար են այս մարդիկ հավաքում սունկ։ Բարև ձեզ։ Բարև, աղթ։ Որքան հաճախ եք դուք դուրս գալիս սունկ հավաքելու։ Հիմնականում անձրևից հետո ենք պապիկիս հետ դուրս գալիս սունկ հավաքելու։ Իսկ ինչ ճաշատեսակներ եք պատրաստում սունկով։ Պապիկն է պատրաստում, իրենից հարցրեք։ Սունկ ենք խորովում, սնկով ձվածեղ ենք սարքում, լիքը տես բաներ էլի, սնկով ամեն սարքում ենք։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի ճաշատեսակը սնկով։ Խորոված սունկը։ Եվ ես մի հարց կարող եմ տալ։ Ասա։ Իսկ դուք կարողանում եք տարբերել թունավոր և ոչ թունավոր սնկերը, որովհետև դրանք գրեթե իրար նման են և դժվար է տարբերելը։ Այո, ես կարողանում եմ տարբերել, հեշտ տարբերակ ասեմ, հիմնականում թունավոր սնկերից ամենահայտնին է ճանճասպան սունկն է, նա կարմիր գույնի է, վրան սպիտակ պուտիկներ, դրանով կարող եք տարբերել, իսկ ուտելու սնկերից կոչվում է գառանդմակ, սպիտակ գույնի սունկ է, դա ուտելու է։ Լավ, շատ շնորհակալություն։ Այսքանով ավարտում ենք մեր ռեպորտաժը։